Արդեն քանի տարի է խոհանոցում խանութից գնված աղացած կարմիր պղպեղ չեմ օգտագործում, այլ ինքս եմ պատրաստում։ Այսօր կներկայացնեմ ձեզ, թե ինչպես եմ ես պատրաստում իմ աղացած կարմիր պղպեղները։ Ընտրում ենք կարմիր բիբարներից վառ երանգներովը, լվանում ենք, թողնում սրբիչի վրա, որպեսզի մի քանի րոպե քամվեն։ Հետո արագ հեռացնում ենք ավելորդ հատվածները եւ հենց ձեռքով կտրատում։ Չորացնում ենք կամ ջրի ապարատով, եթե ունեք, քանի որ ես չունեմ, չորացնում եմ հենց այս ցանցի միջոցով, որը եւս հարմար է եւ հեշտ։ Չորացնում եմ ցանցի վրա, 3-4 օրվա ընթացքում պղպեղները չորացած են լինում։ Չորացած կարմիր պղպեղները պահում եմ սառցախցիկում եւ աղում եմ փոքր չափաբաժիններով մանրացնող սարքի միջոցով։ Ահա, տեսեք, հիմա ցույց եմ տալիս փոքր չափաբաժնով, ընդամենը 1 շաբաթվա կտրվածքով ինձ ինչքան անհրաժեշտ է լինում, այդքանը աղում եմ, լցնում ամանի մեջ եւ օգտագործում 1 շաբաթվա ընթացքում։ Փորձեք ինքներդ եւ համոզվեք, որ տան սարքածը ավելի համեղ է եւ օգտակար, քան խանութից գնվածը։